Ստեղեք և դերասին մենք հնարավորություն ունենք ես խորհրդի ներկայացուցիչները ձեզ հետ միասին քննարկել մեր առջևկանգնած հարցերը և հատկապես որպես իրավապաշտպան, որպես պատվիրանքների նախկին պաշտպան, ֆորմալ, իսկ եկցան իրավապաշտպան, դուք շատ լավ գիտեք մեր խնդիրները և արմատից գիտեք, իսկ հիմա արցախցիները բախվում են բազմաթիվ նոր իրավունքների պաշտպանության խնդիրների, որոնք ցույց պետք է ստանան իհարկե առաջնահերթորեն պետական մասնատերի կողմից, բայց քանի դեռ հանրային լայն համախմբում քննարկումներ դրա շուրջ պետական մարմինները բավարար ճնշում չեն զգում և այս տեսանկյունից կարևոր է նաև ձեր գործառույթությունը, ձեր գիտելիքը, ձեր ձայնը հանել, վստահությունը ձեր հանեք, որպեսզի մենք և քննարկենք, և ձեր խորհուրդներն հաշվի առնենք և միասին պլանավորենք համատեղ գործողություններ, թե ինչ կարող ենք անել այս կամ այն իրավունքների պաշտպանության արցախցիների, առավել ևս որ բոլորս ընկալում ենք, որ սա զուտ արցախցիների պայքար չէ, սա ամբողջ պայքար է, Արցախի ժողովրդի խնդիրը հայ ժողովրդի խնդիրն է և մեր աղբատ իրավունքների վերականգնումը պաշտպանությունը կրկին ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության գործն է, որի մասով մենք պատրաստ ենք մեր բաժին ծանոթությունը։ Շնորհակալություն, կարող եք եկել և խոսքունեք։ Իհարկե, շնորհակալություն պարոն Բեգլարյան։ Իհարկե, հնարավորից չէ, որ դուք դուրս եք եկել այս պայքարին, այս վիճակում եք հայտնվել և ես ուզում եմ ասել, որ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը սկզբունքային կարևորություն և ես արցախցիների իրավունքների հարցը դիտարկում եմ երկու տեսանկյունից, մեկը Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանված վիճակն է, հիմնված է անպայման արդարության սկզբունքի վրա և այստեղ նաև նրանց իրավունքների պաշտպանվածն է և երկրորդը իհարկե, որը համապետում մեծ նշանակություն, գլոբալ նշանակություն ունի, դա արցախցիների վերադարձի հարցն է հայրենիք, պատմական հայրենիք, որտեղ արցախցիները, Արցախի հայերը բնիկ ժողովուրդ են, որ այստեղ կան նաև բնական իրավունքների հարցը։ Ինչ վերաբերում է այս Հայաստանում արցախցիների կարգավիճակին, իհարկե այն ինչ այսօր տեղի է ունենում և նախ ես մանրամասն հետևում եմ բնականաբար տեղի ունեցող իրադարձություններին և նաև կարևոր եմ համարում այն քննարկումները, որ մենք ձեզ հետ միասին ընթացքում տանում ենք և պետք է ասեմ, որ այս կառավարության այս որոշումներն իհարկե սկզբունքային դրանք էությամբ այս սկզբունքները, որ իրականում խոսքը չպետք է վերաբերի արցախցիներին ընդամենը վերահսում այդ բառի համար, որպես շփոթություն այն էլ վերաձևակերպել, որ կառավարությունն իրականացնում է թիրախավորումների վերաձևակերպում և թիրախավորումներն են փոխում, բայց արդյունքում մենք ունենում ենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հայտնվում են շատ անվտանգելի վիճակում կարելի ասել և դրանով պայմանավորված այստեղ խոսքը ոչ միայն վերաբերվում է տեսական հասկացությունների, կոնկրետ մարդկային կյանքերի ճակատագրերը, երեխաների իրավունքները, չգիտեմ ընտանիքներում և այլն, այնպես որ այս հարցը կարևոր է և ես իհարկե եկել եմ նաև իմ աջակցությունը հայտնելու ձեզ, պարոն Բեգլարյան և արցախցիներ իհարկե հասկանալու համար, թե լրացուցիչ ինչ ջանքեր է պետք գործադրել, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի այս հարցերը նաև լուծում ստանան։ Եվ նաև ուզում եմ ասել, որ նախորդ, սրանից եղած նախորդ կառավարության իրականացած միջոցառումներն էլ իմ կարծիքով դրանք
քաղաքական նպատակահարմարներ կամ քաղաքական նշանակություն ունեին, որտեղ դրանք հարաբերապես իմ կարծիքով կառավարությունը արեց շատ արագ, որպեսզի ներքին դժգոհություններ ու քաղաքական շահեր լուծելու համար։ Դրա համար էլ նաև այնտեղ սոցիալական արդարության խնդիրներ մեկ է տեղել բնակարանների հետ կապված ծրագիրներ բոլորս հիշում ենք։ Եվ իմ կարծիքով սա էլ նաև քաղաքական նպատակահարմարության սկզբունքներն են, հաշվարկներն են եւ ոչ թե մարդկանց կարգավիճակը, սոցիալական արդարությունը, նրանց իրավունքները եւ այնպես որ սիրով պատրաստ եմ քննարկելու միասին նաև հասկանալու թե դրանից մենք ինչ կարող ենք անել մեր ավելի այսպես արդյունքին հասնելու համար, իրական քայլեր տեսնել, թեև ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով այս կառավարության քաղաքականությունն իր էությամբ այնպես չէ, բայց ամեն դեպքում սա այսօր հենց այս եվրոպեական հարցեր են դրված, հրատապ են հարցերը եւ հրատապ լուծումներն են նաեւ ես հանդիսվորել եմ ստիպեցես, այսպես ասած, որպեսզի այս պայքարը Հարց շուղայքի բանտապները շատ շնորհակալություն, նայեք իրոք հրատապ խնդիրները ժողովրդին անել են կողոց, այսպես ասեմ, և ստիպված ենք եղել հանրային պայքարի դուրս գալ, քանի որ մեր ձայնը որևէ ձևով չէր լսվում ու հաշվի չէր առնվում, և որևէ ներառական գործընթաց չի եղել արցախցիների վերաբերող որոշումների կայացման առումով։ Իհարկե իրավունքների երկու մասը կարելի է բաժանել՝ ներքին Հայաստանի Հանրապետությունը և արտաքին պայմանական ասած, որը կրկին կախված է առաջնային Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներից, և ներքին առումով մեր գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի համար Հայաստանի Հանրապետությունում, Մայր Հայաստանում կայուն արժանապատիվ կեցության պայմաններ ապահովելն է, քանի որ մեզ համար կարևոր է, որ Արցախի ժողովուրդը մնա Հայաստանի Հանրապետությունում և վերադարձի իրավունքի հետագա իրացման հնարավորությունները բաց պահելու և իրացնելու համար և նաև մեր մայր հայրենիքին դրանից օգտակար լինելու համար, քանի որ արցախցիները Հայաստանում չպետք է լինեն, չպետք է ընկալվեն որպես բեռ, սոցիալական բեռ, այլ պետք է ընկալվեն և պետության կողմից մոտենան որպես հնարավորություն, որպես ներուժ, որ մենք այստեղ ենք նաև ամրանալու մեր հայրենիքում և ամրացնելու մեր հայրենիքը, մինչև կարողանանք ավելի ուժեղ զարգացած Հայաստան ունենալ և մեկ օր վերադառնալ մեր փոքր հայրենիք, այսինքն անմիջապես մեր պատմական հայրենիք Արցախին։